Եռացող մոլորակը ամբողջ իրականությունը ինչ որ աշխարհում կատարվում է եւ մեր քաղաքական դաշտը իր առօրեական տափակություններով, եթե փորձենք քննարկել էլի ներքաղաքական ներկայիս իրավիճակը, անկեղծ ասեմ, ընդդիմությունը արդեն սկսել է ինձ ցանցրացնել։ Ես արձագանք ունեմ, լավ առաջարկ, որ ասում են մի ասեք ընդդիմություն, այլ կոնկրետ անուններով ասեք, որտեղ ընդհանրացնում եք ամեն ինչ։ Լավ, ընդդիմությունը ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, Գագիկ Ծառուկյանը, ոնց էր կոչվում ԲՀԿ-ն, ինձ սկսել են ցանցրացնել։ Մեր ընդդիմադիր գործընկերները, մենք էլ ենք ընդդիմադիր։ Ընտրությունից հետո սկզբում Նիկոլի վերարտադրության փաստի արդիվ լավ ջղայնացած է եւ այլն, ուժեղ Հայաստանի վարկագծի վրա է լավ ջղայնացած։ Հետո այդ ամենը սկսեց փոխակերպվել հումորի, լռելը, հետո գալը։ Հիմա արդեն չգիտեմ, ձանձրացրել են, արդեն չես հասկանում ինչ են անում։ Ինչի մասին եմ խոսում։ Սամվել Կարապետյանը մի քանի օր առաջ հայտարարեց ընդդիմության համախմբման, ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին, ընդդիմադիր ինչ-որ խորհուրդ, ընդդիմադիր ուժերի խորհուրդ ձևավորելու մասին։ Եթե անկեղծ լինեմ, իմ համար, ձեր համար չգիտեմ ոնց, իմ համար սա շատ տարակուսելի եւ զարմանալի առաջարկ էր, որովհետեւ ումա պետք հիմա ընդդիմության միավորումը։ Ընդդիմության միավորումը պետք էր ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում։ Հիմա ինչի համար են ուզում ընդդիմությանը միավորեն։ Այսինքն ումա պետք զատկից հետո կարմիր ձուն, այսինքն զատիկը եղել, վերջացել է, ձվերը կռվացրել են, ջարդել են, կերել են, հիմա նոր ուզում են նորից կարմիր ձվեր, հա, ասպարեզներ տեն։ Իմաստը։ Դուք ինչ կասեք։ Պետք է ասեմ, որ մենք պետք չենք քննարկել կուսակցությունում, կարծես։ Դա իմ էգոիստական կարծիքներ եւ իմ լրիվ արդար արձագանք։ Եվ իմ ձանձրույթի արգասիքը։ Նայ, մենք մի քանի արձանագրում կարող ենք հիմա անել, որ ընտրություններից առաջ շուրջ 1 տարի աշխատանք ենք տարել, որ ձևավորվի ընդդիմադիր մեկ բևեռ։ Բոլորը խոշորներից մինչև մանրներ ասել են, որ մենք ձևը գիտենք, մենք ուզում ենք էշելոնավորված գնանք ներսում միանանք։ Մենք բացատրել ենք, որ Գյումրի 2 չի լինելու։ Իրենք ասեն, չէ, մենք Գյումրի 2 ենք ուզում անենք։ Ոչ մի կերպ չեն լսել մեզ եւ գնացել եւ կոնկրետ տապալվել են եւ պարտությունը արձանագրվել ընդդիմադիր դաշտի ֆունդամենտալ պարտությունը։ Ով ինչ ուզում է ասի, որ չնայած դրան Նիկոլ Փաշինյանը չի հավաքել համանadrական մեծամասնություն, լուրջ խոսակցություն է, ինչու որովհետեւ չկա որևէ բան, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող անցկացնել խորհրդանում, բացի այդ համանadrության նախագիծը, իսկ կներեք այդ համանadrության նախագծի օրը որ կգա, դրա անցկացնելու ձևն էլ հետը կգա։ Կասեք ո՞նց այդ ժամանակ գաք տեսնեք։